Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Ծառուկյան դաշինքի կազմում կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ազատության հետ զրույցում Հանրապետության երկրորդ քաղաքի նախկին ղեկավարը նշեց, որոշումը վերջնական է։ Որոշել եմ առաջադրվել Ծառուկյան դաշինքով։ Ես զգում եմ, որ շատ գործ կարող եմ անել իմ հայրենիքին, իմ քաղաքին, իմ ժողովրդին, մեր երկրին։ Եվ շատերից առավել։ Ղուկասյանն արդեն հանդիպել է քաղաքականության էջը վերաբացած ԲՀԿ նախկին առաջնորդին, պնդում է Ծառուկյանի հետ շատ ընդհանրություններ ունեն։ Գյումրիի նախկին քաղաքապետը նաև հավելում է, հայտնի գործարարի հետ քաղաքական պայքարի գնալու որոշումը պատահական չի կայացրել։ Աստված այդպես կամեցավ։ Հետո ոնց որ մենք նմանություն ունենք եկեղեցաշինությամբ, խիղճ չկորցնելով, հասկանալի է, ողորմած լինելով, այդ հարաբերություններին շատ է դուր գալիս, պիտի ապրելակերպը։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը, հիշեցնենք, պաշտոնավարման ավարտից մեկ ամիս առաջ 2012 թվականի հոկտեմբերին հրաժարական ներկայացրեց։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը թողնելով ընտրություններում հաղթած նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին։ Նոր քաղաքապետը հայտարարեց նախկինի կողմից թույլ տված շռայլությունների մասին։ Վարդան Ղուկասյանը հեռացավ նաև իշխող հանրապետականից։ Ազատության հետ զրույցում Ղուկասյանն այսօր նշեց, որ ամենայն հավանականությամբ կառաջադրվի միայն տարածքային, առավելապես հայտնի ռեյտինգային ցուցակով։ Այո, կարող է եւ չեմ անդամագրվում, որովհետեւ ես ընդհանրապես կուսակցական չեմ հոգեբանությամբ։ Բայց հանրապետական կուսակցությունից եղել եք։ Այն ժամանակ ես զույգ եմ տվել հավանական իմ թիմումը հերիք է, որ ես ասեմ դուրս եմ եկել, իսկ եթե ոչ հիմա կարող եմ տալ։ 5 տարի ես առնչություն չունեմ հանրապետական կուսակցության հետ, հավանական է իրենք ինձ հետ առնչություն չունեն։ Ես ճիշտ եմ բայել բոլոր հարցերին։ Գյումրիի ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով ընդդիմությունը լուրջ շանսեր ունի հաղթելու Շիրակի մարզում եւ դրանում մեծ դերակատարություն կարող է ունենալ հենց Վարդան Ղուկասյանը։ Իրավապաշտպանը նկատում է, Վարդան Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնը թողեց Գյումրիում հանրապետականների հաղթանակը 2012 թվականին չապահովելուց հետո եւ հիմա ըստ Բարսեղյանի նախկին քաղաքապետը կարող է նաեւ անձնական շահագրգռվածություն ունենալ։ Ահա սա է Հայաստանի իրականությունը, երբ համայնքապետերը պարտավոր են ծառայել գործող պետական իշխանությանը, այլապես իրենք կզրկվեն պաշտոնից, գուցե նաև ունեցվածքից, ազդեցությունից։ Վարդան Ղուկասյանը 4 տարի, 4.5 տարի համբերատար կերպով սպասել է իր ժամին, եւ ինչ որտեղ կարելի է ասել, որ հիմա հնարավորություն է ստացել Սերժ Սարգսյանին բացատրելու, թե ինչը որտեղ է։ Նոր ընտրական օրենսգրքով Գյումրին ներառվել է ընդհանուր Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում։ Ավելի քան 230,000 ընտրող ունեցող մարզում Ղուկասյանն իր հաղթելու շանսերը շատ բարձր է գնահատում։ Շատ հզոր։ Ինչու եք այդպես համոզված։ Կապրենք կտեսնենք, ավելի լավ կլինի, սպասենք, վերջում ժողովուրդը իր խոսքը կասի։